գիտեն, որ բարդ է խոստովանել։ Բայց Հայաստանը դուրս է բերվել թակարդից։ Եվ ընդհակառակ այսօր այս մարդիկ ինչ են ասում, ասում են դե ինչ ուզել են տվել եք։ Ընդհակառակը վերջին տարիների իրադարձությունների միակ պատճառը այն է, որ ընդհակառակը ինչ ուզել են ոչ մի բան չենք տվել։ Ոչ մի բան չենք տվել։ Այսօր մարդիկ եկել են բան են անում, Ղարաբաղ են լացում, ոչ մեկ մեր չափ ոչինչ չի արել Ղարաբաղի համար, ոչ մեկ, սկսած ֆինանսականից, ինչ երևում է բյուջետային թվերով, սկսած մնացածից ինչը չի երևում ու չի երևալու երբեք։ Երկու 2018 թվականից ինչի մենք զիջումների չգնացինք։ Ինչի մենք զիջումների չգնացինք։ Էսա լավ է։ Իչև տարվա վերջ է տել այդ թեման էլ կփակենք, այդ բանակցային փաթեթներն էլ կհրապարակենք։ Որովհետև մեզնից զիջման ուզվում էր Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը։ Դա այդպես չէր ձևակերպվում, ինչի ձեր կարծիքով են մնացածում ժամանակներում, երբ որ Հայաստանը անկախության հենց հաջորդ օրից, անկախության մասին հայտարարելու պահից կամաց տեղավորվել է այդ գրպանում, ինչի դա տենց է հայտարարվել։ Ոչ դա բոլորովին ուրիշ կերպ է հայտարարվել, ուրիշ վերնագրերով։ Խոսում են ազդեցության գործակալների մասին, լսեք, ձեր կուսակցությունը վերջին, ինչքան ասեմ, 70 տարում եղել է այդ երկրի ազդեցության գործակալը ամբողջ աշխարհում։ Լավ, մենք սրա մասին պետք է խոսանք։ Այսօր եկեղեցու լացն են լացում։ Այդ 60-ականներին, այդ Աբովյան փողոցի վրա գտնվող այդ շենքը ինչով էր զբաղվում։ Այդ ոնց էր, որ խորհրդային միությունը տենց աթեիստական պետությունը, որ մեր ազգային ինքնությանը իբր դեմ էր, այդ AUKS-ի շենք, այդ ոնց էր, որ հայրենակիցների հետ կապերի միություն կար, այդ ինչով էր զբաղվում այդ հայրենակիցների հետ կապերի միությունը, այդ ոնց էր, որ տենց հատուկ կառուցվածքային աջակցություն ուներ Հայաստանյաց առաքելական եկեղեցու նկատմամբ, այդ հիմա, այսինքն պետք է թղթերը բացվեին, որ մենք սա հասկանայինք։ Այդ կուսակցությունը միջև մել այդ երկրի ազդեցության գործակալական ցանցն է։ Եվ այո, մենք պետք է որոշում կայացնենք, ընդ որում էական չի, որ երկրի։ Մենք պետք է որոշում կայացնենք, մենք հանդուրժում ենք մեր երկրի խորհրդանում ուրիշ երկրների ազդեցության գործակալների ցանց։ Մենք պետք է որոշում կայացրենք, մենք հանդուրժում ենք մեր սրբության սրբոցում ուրիշ երկրների ազդեցության գործակալների ցանց։ Իմ պատասխանն է, որ ոչ։ Որովհետև հակառակ դեպքում ինչի է սենց հիստերիա, որովհետև վերջին շանսն է մեր պետությունը հետ տանել, տեղավորել այն գրպանում, որից մենք դուրս ենք եկել։